2026 թվական։ Թվում է, թե այսօր մարդկությունը ուսումնասիրել է երկիր մոլորակի յուրաքանչյուր անկյունը։ Հարյուրավոր տարիներ ճանապարհորդները հետազոտել են քարտեզի ամենաանհասանելի կետերը, սակայն Հնդկական օվկիանոսում կա մի փոքրիկ կղզի, որից խուսափում են ոչ միայն զբոսաշրջիկները, այլև նույնիսկ զինվորականները։ Ինչ է թաքնված այս փոքրիկ հողակտորի վրա։ Ինչու են գիտնականները, զինվորականներն ու զբոսաշրջիկները զգուշանում Հնդկական օվկիանոսի այս փոքրիկ կղզուց։ Այս ամենի մասին մենք կպատմենք այս տեսանյութում։ Իդեպ, եթե դեռ բաժանորդագրված չեք իմ ալիքին, ապա անպայման սեղմեք բաժանորդագրման կարմիր կոճակը եւ իր կողքին գտնվող զանգակը, որպեսզի մշտապես տեղեկացված լինեք մեր ալիքի նոր ու հետաքրքիր տեսանյութերից։ 1981 թվական Պրիմրոզը անունով բեռնատար նավը մխրճվեց ծանծաղուտի մեջ Բենգալյան ծոցում, Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում։ Այն վայրից, որտեղ նավը կանգ էր առել, ընդամենը մի քանի 100 մետր հեռավորության վրա գտնվում էր մի փոքրիկ կղզի։ Նավը չէր կարողանում շարժվել եւ ամուր խրված էր խութի վրա։ Սակայն ալիքներն այնքան ուժեղ էին, որ նավապետը որոշեց ջուր չիջեցնել փրկարարական նավակները անծանոթ կղզի հասնելու համար։ Հենց այդ որոշումն էլ փրկեց նավաստիների կյանքը։ Մի քանի օր անց նավաստիներից մեկը զեկուցեց նավապետին, որ կղզում նկատել է մարդկանց մի խումբ, որոնք դուրս էին եկել ջունգլիներից։ Սկզբում նավաստիները կարծեցին, որ դրանք կարող են փրկարարներ լինել, որոնք ուղարկվել էին նավի հետևից։ Սակայն ուշադիր նայելով նրանք տեսան մի քանի տասնյակ կիսամերկ մարդկանց, որոնք աղեղներով կրակում էին նավի ուղղությամբ։ Հենց ուժգին քամին էր, որ թույլ չէր տալիս բնիկներին հասնել նավին, որը գտնվում էր կղզուց մի քանի 100 մետր հեռավորության վրա, իսկ նրանց արձակած նետերը քամին շեղում էր։ Ի վերջո Հնդկաստանից ժամանած փրկարարները ուղղաթիռներով հասցրեցին փրկել անձնակազմի անդամներին։ Պրիմրոզ նավը մինչ օրս, գրեթե 40 տարի անց, շարունակում է մնալ նույն տեղում, կղզուց մի քանի 100 մետր հեռավորության վրա։ Այս փրկարարական գործողության շնորհիվ 80-ականների սկզբին խորհրդավոր մարդիկ հայտնվեցին թերթերի գլխավոր էջերում, եւ աշխարհի տարբեր անկյուններում շատերն առաջին անգամ լսեցին հյուսիսային Սենտինենտալ կղզու ֆենոմենի մասին։ Ովքեր են այս խորհրդավոր ռազմատենչ մարդիկ, ովքեր բնակվում են կղզում, եւ ինչու են նույնիսկ հնդկական զինվորականները շրջանցում այն, թեև կղզին պաշտոնապես պատկանում է Հնդկաստանին։ Այսպիսով հյուսիսային Սենտինենտալ կղզին ամբողջությամբ ծածկված է արևադարձային անտառներով, բացառությամբ ափամերձ հատվածի, ջունգլիները տուն են մի քանի տասնյակ կամ գուցե հարյուրավոր տեղացի բնիկների համար։ Նրանց ճշգրիտ թիվը ոչ ոք չգիտի։ Վերջին մի քանի դարերի ընթացքում մի քանի անհաջող փորձ է արվել կազմակերպել արշավախմբեր դեպի կղզի, ուսումնասիրելու տեղական բնակչության մշակույթն ու կենցաղը, սակայն այդ փորձերը մեծ հաջողությամբ չեն պսակվել։ Լավագույն դեպքում արշավախմբի անդամներին հաջողվել է փրկվել, իսկ վատագույն դեպքում նրանք սպանվել են բնիկների կողմից, որոնք արդեն հարյուրավոր տարիներ օտարներին դիմավորում են աղեղներով եւ նետերով։ Վերջին ողբերգական դեպքը տեղի ունեցավ մի քանի տարի առաջ։ Ամերիկացի միսիոներ Ջոն Ալեն Չաուն անօրինական կերպով հասավ կղզի, չնայած հնդկական իշխանությունների գործող արգելքին։ Նա հույս ուներ կապ հաստատել տեղացիների հետ եւ նրանց դարձի բերել քրիստոնեության։ Արդյունքում Ջոնը սպանվեց կղզու բնակիչների կողմից։ Հետազոտողների գիտելիքները կղզու բնակչության մասին չափազանց սահմանափակ են։ Չկան նույնիսկ հստակ տվյալներ, թե քանի մարդ է բնակվում այնտեղ։ Որոշ տեղեկությունների համաձայն այսօր ջունգլիներում ապրում են 15-ից 20 բնիկներ, այլ տվյալներով նրանց թիվը կարող է հասնել մոտ 400-ի։ Հյուսիսային Սենտինել կղզին անդամանյան կղզախմբի մաս է Բենգալյան ծոցում։ Սենտինելցիներն անկասկած ազգակցական կապ ունեն կղզախմբի մյուս կղզիների բնակիչների հետ, սակայն մյուս կղզիներում բնիկները վաղուց կապի մեջ են քաղաքակրթության հետ եւ լավ ուսումնասիրված են մարդաբանների կողմից։ Իսկ սենտինելցիներն այնքան երկար են մեկուսացած եղել, որ նույնիսկ հարևան կղզիների բնակիչները չեն հասկանում նրանց լեզուն։ Գիտնականներին ընդամենը մի քանի անգամ է հաջողվել որոշակի կապ հաստատել խորհրդավոր կղզու բնակիչների հետ։ Դրա շնորհիվ է, որ մենք գոնե ինչ-որ բան գիտենք նրանց մասին։ Սենտինելցիները բնակվում են ծածկով հանրակացարաններում, որոնց կողքին մշտապես վառվում է կրակ, որը խնամքով պահպանվում է նրանց կողմից։ Նրանք պատրաստում են կանոեներ, ձուկ որսալու եւ ծովախեցգետիններ հավաքելու համար։ Բացի այդ, նրանք որսում են նաեւ վայրի խոզեր եւ հավաքում պտուղներ։ Նրանց հիմնական գործիքները աղեղներն ու նետերն են, ինչպես նաեւ դանակները, որոնք ամենայն հավանականությամբ պատրաստվում են ծովի հոսանքով ափ հասած երկաթներից։ Սենտինելցիները սովորել են օգտագործել այդ երկաթը իրենց կարիքների համար։
Ինչու են նրանք թշնամաբար վերաբերվում բոլոր օտարներին։ Վարկածներից մեկի համաձայն պատճառը 1880 թվականին տեղի ունեցած դեպքն է։ Այդ ժամանակ կղզին գտնվում էր բրիտանական տիրապետության ներքո, երբ զինվորականների եւ գիտնականների խումբը իջավ կղզի։ Սակայն տեղացիները նկատեցին նրանց մոտենալը եւ հիմնական բնակչությունը թաքնվեց ջունգլիների խորքերում։ Բրիտանացիները գտան միայն լքված բնակավայրեր եւ մի քանի մարդկանց, որոնց շարքերում էին հիմնականում ծերերը եւ երեխաները։ Բրիտանացիները նրանց տարան իրենց հետ ուսումնասիրության նպատակով։ Ծերերը արագ մահացան, քանի որ չունեին եվրոպական հիվանդությունների նկատմամբ իմունիտետ, իսկ երեխաներին որոշում կայացվեց վերադարձնել կղզի։ Հավանաբար հենց այդ դեպքը եւ օտարների հետ այլ անհաջող հանդիպումները դարձան սենտինելցիների ռազմատենչ վերաբերմունքի պատճառը։ Այն բանից հետո, երբ 20-րդ դարի կեսերին Հնդկաստանը անկախացավ Մեծ Բրիտանիայից, հյուսիսային Սենտինել կղզին դարձավ Հնդկաստանի տարածք։ Մարդաբանները բազմիցս փորձել են կապ հաստատել տեղացիների հետ, ափին թողնելով տարբեր նվերներ եւ գրություններ, սակայն պատասխան չի ստացվել, իսկ հյուրերը ավանդաբար դիմավորվել են աղեղներով եւ նետերով։ Միայն մի քանի արշավախմբի է հաջողվել մոտենալ բնակիչներին եւ դիտարկել նրանց, սակայն շփումը սահմանափակվել է նվերների փոխանցմամբ։ Ամենայն հավանականությամբ սենտինելցիները հատկապես ուրախացել են մետաղական կաթսաներից։ Այսօր հնդկական իշխանությունները արգելում են մոտենալ կղզուն եւ փորձել կապ հաստատել տեղացիների հետ, առաջին հերթին նրանց պաշտպանելու համար։ Ակնհայտ է, որ նրանք չեն բախվել քաղաքակիրթ աշխարհի բազմաթիվ հիվանդություններին եւ վիրուսներին, ուստի չունեն դրանց նկատմամբ իմունիտետ։ Դա կարող է հանգեցնել կղզու ողջ բնակչության կորստին։ Պանդիտ անունով մի մարդաբան, ով տասնյակ տարիներ շարունակ ուսումնասիրել է հյուսիսային Սենտինել կղզու ժողովրդին, կոչ է անում թողնել նրանց հանգիստ, քանի որ նրանք բազմիցս ցույց են տվել, որ չեն ցանկանում շփվել արտաքին աշխարհի հետ եւ ինքնուրույն կարողանում են գոյատևել։ Պարբերաբար հնդկական իշխանությունները ուղղաթիռով շրջում են կղզու շուրջը, համոզվելու համար, որ այնտեղ դեռ բնակվում են մարդիկ։ Մեծ հավանականություն կա, որ մենք երբեք էլ չիմանանք, թե որն է իրական պատճառը, որ սենտինելցիներն այսքան թշնամաբար են վերաբերվում արտաքին աշխարհին։ Եթե ձեզ հետաքրքիր էր այս տեսանյութը, ապա դիտեք նաև աշխարհի ամենավտանգավոր 7 կղզիների մասին պատմող տեսանյութը։ Այն արդեն դուք տեսնում եք ձեր էկրաններին։ Ինչպես նաև դրեք լայք, բաժանորդագրվեք ալիքին ու սեղմեք զանգակի կոճակը նոր տեսանյութերի մասին առաջինը տեղեկանալու համար։ Իհարկե նաև գրեք ձեր մեկնաբանությունները այս տեսանյութի վերաբերյալ։